Ողջույն, եթերում ռադիո Մարտունին է, խոսում է Լիանա Հովհաննիսյանը։ Այսօր կխոսենք ցավոտ, բայց եւ հրատապ լուծում պահանջող խնդրի մասին։ Հայաստանում տարեկան շուրջ 1400 աղջիկ երեխա չի ծնվում արհեստական ընդհատումների հետևանքով, որը պայմանավորված է աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքով։ Ազգային մտածելակերպ ասում է, որ տղան է ժառանգորդը, աղջկա դերը երկրորդացնելով, իսկ ազգային անվտանգության տեսանկյունից նման վերաբերմունքի շարունակականությունը կհանգեցնի նրան, որ 2060 թվականին Հայաստանը կկորցնի շուրջ 90,000 աղջիկ։ Այս տարի Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկել է պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագիրը, որ իրականացնում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Save the Children Հայաստանը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ և Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունները։ Նորմայում սովորաբար աշխարհում 100 աղջկա դիմաց ծնվում է 106 տղա, տղաները մի փոքր ավել են ծնվում կախված իրենց կենսունակությունից, բանակից, զոհվելուց եւ այլն։ Միշտ տղաները ավելի շատ են ծնվում, բայց սկսած 1990-ական թվականներից խախտվել է այս համամասնությունը եւ այժմ 100 աղջկա դիմաց ծնվում են շատ ավելի տղաներ։ Աշխարհում առաջատարը Չինաստանն է, 100 աղջկա դիմաց ծնվում է 118 տղա։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է, երրորդ տեղում Հայաստանը, 100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում։ Սակայն ցավալիորեն այս ցուցանիշը տարբեր մարզերում տարբեր է։ Օրինակ, եթե Սյունիքի մարզում 100 աղջկա դիմաց ծնվում է 111 տղա, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում ծնվում է 100 աղջկա դիմաց 124 տղա, այսինքն շատ ավելին, քան թե աշխարհի առաջատար Չինաստանը։ Ասում է Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը։ Գևորգյանը իր խոսքում նշում է 3 հիմնական պատճառներ, որոնք բերում են այս վիճակին Հայաստանում։ Առաջինը, ինչպես արդեն ես ասացի, ազգային մտածելակերպն է, երկրորդը նոր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս այս 2 շաբաթականում պարզել երեխայի սեռը եւ դիմել ընդհատման, եւ երրորդը ընտանիքի պլանավորումից, այսինքն եթե նախընտրում են 2 երեխա ունենալ եւ եթե առաջինը աղջիկ է, ապա երկրորդ երեխայի դեպքում կդիմեն այնքան ընդհատումների, մինչեւ ունենան տղա երեխա։ Եթե Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը աշխատում է հանրապետական մակարդակում, օրենսդրական դաշտում, նախարարությունների հետ, այսպես Save the Children-ը 2 մարզային կազմակերպությունների հետ հիմնականում համայնքային աշխատանք է իրականացնում։ Ծրագիրն իրականացվում է 25 քաղաքներում, հանրապետության, խոշոր քաղաքներ են դրանք, որպեսզի արդյունքն ավելի շոշափելի լինի։ Ստեղծվում են համայնքային ակտիվ խմբեր, որոնք առաքելություն ունեն այս գաղափարը տարածելու ժողովրդի մեջ, որովհետև սա մտածելակերպի փոփոխություն է, իսկ օրենքով միայն մտածելակերպ չես փոխի։ Ովքեր են ակտիվ խմբի անդամները։ Ակտիվ խմբի անդամները նախ համայնքում հեղինակություն ունեցող որոշակի ձեռնարկությունների աշխատողներ են, առողջապահական, կրթական, նախադպրոցական, մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատողներ են, ովքեր իրենց շրջապատում կարող են խոսքի ազդեցություն ունենալ, ում խոսքը կարող է ազդեցիկ լինել։ Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագիրը տևելու է 24 ամիս Գեղարքունիքի մարզում, ծրագիրը իրականացվում է Սևան, Գավառ եւ Մարտունի քաղաքներում։ Ծրագրի ղեկավարները լիահույս են, որ ավարտին կունենան երեխա ունենալը սեռով պայմանավորելու երևույթի հանդեպ բնակչության ընկալման եւ վերաբերմունքի դրական փոփոխություն, կբարձրանա երեխա ունենալու սեռով պայմանավորվելու եւ հղիության ընթացքում կախակալ ընտրության կանխարգելման ուղղված քաղաքականության արդյունավետություն, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցները, համայնքային գործիչները եւ իշխանությունները կունենան ամբողջական ընկալում երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, նաև անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ պայքարելու դրա դեմ։ Այսօր այսքանը։